Սիրված ու տաղանդավոր դերասանուհի Անի Քոչարյանն այս շրջանում Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի դերասանական կազմում է, որտեղ մարմնավորում է Անեթին՝ գլխավոր հերոսուհու Աննայի հորաքրոջ կերպարը։ Դերասանուհին իր բոլոր կերպարներն այնպես է մարմնավորում, որ հեռուստադիտողները երբեմն կերպարը շփոթում են դերասանի հետ։ Դերասանուհին ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում, սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից դերասանական ստուդիայում Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում, ուսումն ավարտելուց հետո աշխատում է նույն թատրոնում որպես դերասանուհի։ Քիչ առաջ դերասանուհին սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է մայրիկի հետ տեսանյութ, որին կից գրել «Ծնունդդ շնորհավոր մամաս»։ Մենք ևս միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու դերասանուհու մայրիկին առողջություն ենք ցանկանում ու երկար տարիների կյանք։ Դերասանուհու մայրը Անուշ Սանասարյանն է, մասնագիտությամբ ապրանքագետ, բնակվում է Մոսկվայում։ Վերջին անգամ 1 տարի առաջ ենք հանդիպելիս կարոտը փորձում ենք լրացնել տեսազանգերի և հեռախոսազրույցների միջոցով։ Բրավո AM-ին տված հարցազրույցում պատմել էր դերասանուհին, իսկ հայրը՝ Յուրա Քոչարյանը, մահացել է 35 տարեկանում, երբ ես 11 տարեկան եմ։ Ունեմ 2 եղբայր, ովքեր ինձնից փոքր են։ Դերասանուհու ամուսինը Մարլեն Վարդանյանն է, նախկին ֆուտբոլիստ, ծնկի վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտը, այժմ զբաղվում է բիզնեսով։ Սիրված դերասանուհու որդին Աբել Վարդանյանն է։ Հեռուստադիտողները նրան ծանոթ են բազմաթիվ սերիալներից։ Ինչպես ինքն է նշել, նա որևէ միջամտություն չի ունեցել որդու մասնագիտության ընտրության հարցում, տղաս տեսակով անհատ է դեռ մանկուց, լավ գիտի ինչ է ուզում, երբևէ չեմ խառնվել և կարծում եմ, որ մարդն ինքը պետք է որոշի՝ ինչ դառնալ։ Դերասանուհին չնայած երկար տարիներ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում էր խաղում, բայց նրան ավելի լայն ճանաչում են բերել հենց սերիալները։ Դրանցից մեկը «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալն էր։ Նշենք, որ Անի Քոչարյանը համարյա մշտապես համագործակցում է Դիանա Գրիգորյանի հետ, նկարահանվելով նրա սերիալներում։ Այն հարցին, թե բազմասերիանոց սերիալները ֆինանսական առումով ձգում են, դերասանուհին պատասխանել էր՝ իհարկե այո, բայց ոչ միայն ֆինանսական առումով, ես չեմ ընտրում դեր հիմնվելով միայն ֆինանսականի վրա։ Եթե ինձ դուր չի գալիս դերասանական կազմը, սցենարը կամ այլ պայմաններ, ուղղակի հրաժարվում եմ։ Դերասանների պակաս կարծես թե չունենք, բայց ձեր խաղընկերներից շատերը դերասանական աշխարհի հետ որևէ կապ չունեցող մարդիկ են, դա ձեզ խանգարում է։ Միանշանակ խանգարում է, բայց ես հնարավորինս փորձում եմ օգնել, տեսակով այնպիսի մարդ եմ, որ ոչ ոքի չեմ նեղացնի։ Բնականաբար կուզեմ ինձ խաղընկեր լինի մեկը, որին ես կտամ և կստանամ, չգիտեմ, թե ինչու է այդպես, բայց մեծ ցավ եմ ապրում, քանի որ մասնագիտությամբ շատ դերասաններ այսօր անգործ են։ Իսկ ձեր խորհուրդներին խաղընկերների արձագանքն ինչպիսի՞ն է։ Չեմ կարողանում անտարբեր անցնել և խորհուրդներ տալիս եմ, ի ուրախություն ինձ չի եղել մեկը, ով նեղանա կամ չընդունի։ Օրինակ՝ երգիչ Վաչե Ամարյանի հետ երկար ժամանակ աշխատել եմ, նա հրաշալի մարդ էր, բայց իր հետ աշխատելը մասնագիտական առումով բավական բարդ էր։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ։ Վաչեն դերասան չէր, բայց սիրվեց հանդիսատեսի կողմից։ Հուսանք, որ նոր սերիալում խաղացող դերասանական կրթություն ու փորձ չունեցողների մոտ էլ կստացվի։ Կհիշեք ձեր առաջին բեմելը։ Առաջին անգամ խաղացել եմ «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ զանգվածային տեսարանում, որից 1 տարի հետո ստացել եմ նույն ներկայացման մեջ գլխավոր՝ Նազիկի դերը։ Այսօր թատրոնում հանդիսատեսի նահանջ կա։ Այսօր բոլոր թատրոններում հանդիսատեսի նահանջ կա։ Կարծում եմ պատճառը լավ ներկայացումների պակասն է, սակայն լավ է, որ հեռուստատեսությունը նույնպես հանդիսատես է բերում թատրոն, գալիս, հարցնում են՝ այս դերասանը ո՞ր ներկայացման մեջ է խաղում։ Ձեր կյանքում ո՞րն էր այն առանցքային կերպարը, որից հետո սիրվեցիք հանդիսատեսի կողմից։ Ինձ ավելի լայն ճանաչում տվեց «Հարևաններ» սերիալում Գոհարի կերպարը։ Հիմա երբ հիշում եմ, ծիծաղում եմ։ Գոհարը պարզ, կենցաղային կերպար էր, երևի հենց այդտեղից սկսվեց սերը։
Ինչպես կգնահատեք սերիալային մշակույթի որակը Հայաստանում։ Ինձ համար դեռ վատ է։ Երբ դիտում ես ռուսական, ամերիկյան սերիալները, տեսնում ես, որ որակային առումով զիջում ենք, բայց ես դա չեմ կապում նրա հետ, որ մեզ մոտ դերասանները վատն են։ Ոչ, մենք հրաշալի դերասաններ ունենք, խնդիրը կարծում եմ ֆինանսական է։ Ընտրություն կատարելիս աշխատում եմ ընտրել ոսկե միջինը։ Աշխատանքային զբաղվածությունը տանը դժգոհությունների տեղիք տալիս է։ Տանը ոչ, բայց իմ ներսում է դժգոհություն առաջանում, որովհետև շատ բաներ չեմ հասցնում անել, իմ բախտը բերել է, թե ամուսինս, թե տղաս շատ գիտակցաբար են վերաբերվում այս հարցին, շնորհակալ եմ նրանց։ Անին իրեն համարում է հաջողակ և նշում, որ կյանքում իրեն ամեն բան հեշտ է տրվում, այն ինչ Աստված ինձ տվել է, ես կարողացել եմ գնահատել, նույնիսկ շատ փոքր բաներն ամենակարևորը չեմ դժգոհում ոչնչից, նշել է դերասանուհին, ով կյանքում իր ամենամեծ ձեռքբերումը ընտանիքն է համարում։ Անին նշել է նաև, որ իր մասին լուրեր ու բամփասանքներ շատ է լսում, սակայն իր համար ամենազավեշտալին պլաստիկ վիրահատության դիմելու մասին տարածված լուրերն են։ Վերջերս չեմ հիշում, թե որ ամսագրից էր, բայց հարցազրույցի ժամանակ ասացին, որ լսել ենք բազմիցս պլաստիկ վիրահատությունների եք դիմել։